Bonjour, sorry, SS unboxing եմ անելու, ու ցուցադրելու եմ обзором անելու մի հատ bomb mod։ Իսկ ինչ զենացնելը խնդրում եմ լայք դրեք ու գնրեք, որ այսքան ժամանակ դե չէր ելնում, իհարկե դա սպասով եղել է։ Հա։ Так, ուրեմն այսօր ես обзором անելու Tektopia mod-ը, ու ռեսուրս պակն էլ կա, իսկ վերջում ցույց եմ տալու ինչպես քաշել Tektopia mod-ը։ Բայց մի քանի մոդ կա, որ ժողի չի նստելով։ Եկեք։ Օ, ну, հա, ստեղ ես պանել էի, մոդն էի միացրել, բայց ժողի չի միացրել։ Так, այս մոդի իմաստը էսա կասեմ։ Так, այս մոդի իմաստը այնա, որ դու պետք է սարքես քո գյուղը։ Ну, ասում չասեմ տղաջան գիջես ինչ ես խոսում։ Հա վերջում ամեն ինչ ցույց կտամ, թե հետաքրքրում է, էլի շատ քիչ է կիմանաք Tektopia մոդի մասին։ Հա, մեկ էլ կնեք ժող, ինչով է տանդերը գտնում եմ։ Մի հատ ասեմ, էլի։ Հա, բայց ես ռեսուրս պակով ունեմ ծոհան սովորամ, երբ է հանում եմ էլի ժողից։ Ну, ասեք էդ ինչ ռեսուրս պակը, բայց էդի հետո մի րոպե, ես գյուղը ամեն ինչ սարքեմ, կապացատրեմ։ Так, ժող, ուրեմն այս մոդի իմաստը այնա, որ դու պետք է քո գյուղը սարքես։ Նախ պետք է այս կրաֆտ անես, սրա կրաֆտը չեմ հիշում, բայց ես այստեղ կդնեմ, կրաֆտը կդնեմ կտենեք։ Իմանաք ես սարքում եմ, դու պետք է սարքեք մի հատ տուն, ну, любой ձևի, ոնցում եք սարքեք ձեր տունը։ Հա, կստати մոդը 1.12-ի վրա է աշխատում, մենակ 1.12-ի վրա է աշխատում։ Ուրեմն ժողովրդին սարքում եք ցանկացած ձևի տուն, այս ժողովրդի ես վիդեոյի վրա չեմ խոսում, մոնտաժանալուց եմ դրել ձենը, ու եթե համեմատաբար ավելի լավ լինի չզարմանաք, հա միկրոֆոնից հետ մի քիչ խնդիրներ կան, դրա համար ձենը սենց է, ոչինչ ժողովուրդ հուսամ եմ կներեք ինձ, հա սարքում եք սենց տուն, սենց չգիտեմ ոնց ուզում եք ռանդոմ ինչ տուն ուզում լինի, իսկ ինչը մենք մեր տունը սարքում ենք տեղեկացնեմ, որ վիդեոներ չէր լինում դասերի ու տեսլիքը խնդիրներ կային դրանց պատճառով, բայց փառք Աստծո, որ խնդիրները լուծվել են, վիդեոները ճիշտ է առաջվա նման հաճախ չեն դուրս գա, բայց կոնե դուրս կգան։ Եթե իհարկե ձեզ հետաքրքրի, ես ուրիշ վիդեոներ էլ կսարքեմ, ու ուրիշ մոդել обзор կանենք ու կխաղանք այդ մոդերով։ Դե ինչ ասեմ, ժողովուրդ, հուսամ այս վիդեոն ձեզ դուր է գալիս։ Աշխատում տեսակ ժող, փայլում է։ Հիմա դուրը բացում ենք, մի քիչ սպասում ենք ու իրանք հայտնվեցին։ Այս այն ռեսուրսպակը որ գցեցի է, այս առանց ռեսուրսպակ են, նայեք, bez ռեսուրսպակ են։ Հիմա ռեսուրսպակը միացնում եմ ու դուք նայեք ուղղակի, չգիտեմ նկարների մեջ լրիվ ուրիշ ձև էին, իրականում չգիտեմ ինչ ձև կլինեն։ Վայ, սիմպացիան, լավ, так вот, տունը, հա, նայեք, էսի տիպը փայտահատը, մեկ էլ ճոկիկ էլի։ Так, հիմա էս ինչա, էսի թողն հել, էսի տունն է, սենյակը։ Հիմա մեզ պետք է մեծ սենյակ սարքենք։ Так, ուրեմն եթե սարքում եք արդեն եկել են այդ երկու գյուղացիք, ուրեմն պետք է սարքեք 2-3 տներ, նայած ինչքան գյուղացիք կա ձեր մոտ, իմ մոտ եկավ 2 գյուղացիք ու մի հատ վաճառական, ու տենց ես սարքում եմ տունը ու вообще размерը вообще կապ չունի ու պարտադիր լրիվ նույն ձևով, ինչ էլ սարքեք, սկելադը լինի, սենյակը լինի, պետք է ռամկա ու մեջը սունդուկ կամ սենյակի նշանը։ Ու երբ որ սենյակի նշանը վրա գրված 2, 4, 6, 8, այդքան բանց այդքան կարավատ էլի, այդքան կարավատ պետք է լինի մեջը, ու ես որոշեցի փորձեմ գյուղացիների աշխատանքը, փայտահայտի աշխատանքը, ու նայեք ինչ հավես անիմացիաներով աշխատում է, չգիտեմ, բոմբ մոդ է, ես հատամ իրան ոսկի տապոր, ոսկի, ալմազնի տապոր, ու ուղղակի
չգիտեմ, պետք է իր կացինը ջարդվի թե կեսից, չգիտեմ ինչ եղավ, չէր աշխատում։ Մի ծառը ջարդելուց էր, հա, 4 ծառ չէր ադրել, նո աճել էր, բայց կպած չէր արմատները, դրա համար բագ եղավ, բայց դա նորմալ է ժողովուրդ, բագերը նորմալ է ռեսուրսպակի հետ է, բայց ընդհանուր մոդը շատ լավ մոդ է, ժողովուրդ խորհուրդ եմ տալի, դե այսօրվա համար էլ այսքանը, ժողովուրդ, ձեր դե ես կհանդիպենք շատ շուտով։ Так, ժողովուրդ, մտնում եք ձեր Minecraft, ամենաներքևը, ոյտի վեգրի, տեղը կա մոդ, մտնում եք այդ մոդը, գրում եք Techtopia մոդ, լավ, նախորդ կասեմ, որ մեծատար չգրեք, մեծատար չի բերելու, մենակ տնեք մեծատար գրում, ու վերջ։ Բերում ա Techtopia մոդը, բայց ես խորհուրդ եմ տալի այդ նույնը քաշել մոդ պակով ավելի ամբողջական է ու բոլոր մոդերը գցած է։ Կարևոր մոդերից մեզ պետք է Launcher Skin մոդը ու Optifine-ը։ Optifine-ը այդ մոդերի համար է, բայց skin-ը, Launcher Skin-ը այդ Minecraft-ի ձեզ skin է տալիս։ J մոդը քաշեք, J մոդը այդ playlist, գտնեք playlist-ը չի, այդ craft list-ն է ու shader-ներից BLS shader-ն եմ խորհուրդ տալիս, շատ լավ shader է ու դու դե resource pack-ը կա 64x, եթե ձեր համակարգիչը թույլ է 32